Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեծ բահոց ժամանակաշրջանի մեջն ենք։ Եվ այս ժամանակը սքանչելի առիթ է, որ յուրաքանչյուրս ինքնակնությամբ սպառենք։ Դժբախտաբար սիրելներ, մենք ամբողջ դարին գանցնենք ուրիշներու թերությունները տեսնելով, ուրիշներու հանցանքները տեսնելով, զանոն քննադատելով։ Եվ սակայն մենք մեր անձը չենք ճանչնար, չենք քններ։ Պողոս առաքյալ երկրորդ Կորինթացիներու նամակի 10-րդ գլխու 5-րդ համարի մեջ կսե. քննեցեք դուք ձեզ տեսնելու համար Հիսուս Քրիստոսի հավատքի մեջ կմնաք, զննեցեք դուք ձեզ Հիսուս Քրիստոսի ներկայությունը ունիք ձեր ներսիտին, թե ոչ բարձրապես անունով քրիստոնյա եք։ Ահա սիրելներ, մեծ բակը սքանչելի ժամանակ է, որ քննենք մենք մեզ։ Իսկապես Տիրոջ հայելիին մեջ, Տիրոջ խոսքերու մեջ մենք մեզ նայենք։ Ինչ թերություններ ունենք, ինչ մեղքեր ունենք, որոնց մենք պետք է ցերպազատենք, որովհետև եթե սիրելներ այս կյանքի մեջ մեր մեղքերը չզղջանք, չխոստովանենք, չաշխարենք, դժբախտաբար հավիտենական կյանքը պիտի չկարողանանք ժառանգել։ Եվ ովևէ մեկը բաժրապահություն չունի, որ ես չեմ գնար բակ բռնել։ Բակը միայն ուդելիքի մեջ չէ։ Բակը սիրելներ, երբ մարդ իր անձը քննելով իր գուրծքը գծեծե եւ գսե մեղա Աստուծո, վայ ինձ, ներեինցի Տեր։ Մեծ բահոց յուրաքանչյուր գիրագին մեր եկեղեցվո մեջ անուն ունի, հadouk անունը։ Առաջին գիրագին, անցնող գիրագին Փարեգենտան էր։ Փարեգենտանը խորհրդանշեր Աթամ եւ Եվայի մեր նախածնողներուն երանական կյանքը փափուկ տրախտին մեջ։ Իսկ վաղը երկրորդ գիրագին մեր եկեղեցվո մեջ կգոչվի արդակսման գիրագի։ Ինչու՞, որովհետև Աթամ եւ Եվան բադվիրանազանց գտնվեցան։ Աստուծո օրենքը չբահեցին, օրինազանց գտնվեցան եւ Աստված զանոնք տրախտեն դուրս տրավ։ Թերևս ոմանք մտածեն, որ մեկ բդուղեմը գերան, զարիմը բդուղեն գերան, այդքան Աստված խիստ վարվեցավ անոնց հետ։ Սիրելներ, օրինազանցությունը մեղքը Աստուծո դեմ ըմբոստություն է։ Եվ գիտեք ինչու համար Աթամ եւ Եվան դուրս տրվեցան տրախտեն, որովհետև չխոստովանեցան, որովհետև չզղջացին իրենց մեղքը։ Ընդհակառակը, երբ Աստված Աթամին հարցուց ինչու համար մեղանչեցիր, ասավ Եվան զիս խաբեց։ Երբ Աստված Եվային հարցուց ինչու մեղանչեցիր, ինչու բադվիրանազանց եղար, ասավ օծը խաբեցիս։ Հետևաբար չզղջացին եւ ադորամար տրախտեն դուրս տրվեցան։ Նույնպես մենք սիրելներ, եթե չզղջանք, հավիտենական կյանքեն դուրս մի տրվենք։ Այս մեծ բահոց շրջանին, ինչպես ամեն շաբաթ ցեզի եկեղեցվո հայրերեն քրությունը, հորթորակը, հոտվածը կգարտամ, այս մեծ բահոց շրջանին ցեզի պիտի ընթերցեմ սիրելներ բակին վերապերող, ապաշխարության վերապերող, զղջումի վերապերող, զանազան եկեղեցվո հայրերեն արդված հոտվածներ, հորթորակներ։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ այս սքանչելի հորթորակներու գիրքեն զոր գրած է Սարգիս Վարդապետ Շնորհալին։ Քանի մը փարսեմ Սարգիս Վարդապետ Շնորհալի մասին, դժբախտաբար անոր ոչ ծնունդը եւ ոչ ալ մահվան թվականները որոշեմ, բայց անիգա ծնած է կամ անիգա ապրած է 13-րդ դարում եւ սիրելներ ժամանակագից եղած է Սուրբ Գրիգոր ուրեմն Բահլավունի Գաթողիկոսին Սուրբ Ներսես Շնորհալի եղբայրն էր։ Սուրբ Ներսես Շնորհալին դասընկերներ եղած են ասոնք սիրելներ Շուղրի հրճակավոր Գարմիր վանքին մեջ եւ նաեւ այդ ուրեմն վանքի աշակերտները սիրելներ, որոնք Ստեփանոս Մանուկ անունով եպիսկոպոսի մը շունչին դակ դաստիարակված էին,
ինչպես Գրիգոր Բահլավոնի Գաթոևոսը, Սուրբ Ներսես Շնորհալին, Սուրբ Սարգիսը կամ Սարգիս Վարդապետ Շնորհալին, Ինքնադյոս Շնորհալին, բոլորնալ շնորհալի մակտիրը ստացած են, ինչու, որովհետև շնորհալի աշակերտներ եղած են, երանելի աշակերտներ եղած են, եւ սիրելիներ, հետաքրքրական է, որ միշտ այս վանքի ինքեսունի գարմիր վանքի աշակերտներուն, որոնք բացարիք իմաստությամբ լեցված են Աստուծո օգիով, ստացած են այս շնորհալի սկանչելի մակտիրը, ինչպես որ օրինակ Սունյաց դբրոցի աշակերտները գոչված են անցյալին իմաստասեր, կամ Արաքածոտնի դբրոցի աշակերտները իրենք գոչված են իմաստասեր, մյուսները գոչված են քերթողներ եւ այլն։ Սարգիս Վարդապետ Շնորհալին սիրելներ բազմաթիվ գործեր ունի, մեզի հասած է շատ արժեքավոր գիրքը։ Այս գիրքը սիրելիներ Գաթողիկիած 7 թուղթերու, ընդհանրական 7 թուղթերու, այսինքն Հակոբոս Դիարդեղբոր, Պետրոս Արաքյալի 2 թուղթերուն, Հովանես Արաքյալի 3 թուղթերուն եւ Հութա Դիարդեղբոր թուղթերուն մեգնությունը կատարած է։ Մեգնություն 7 թղթոց Գաթողիկիայից։ Եվ սիրելներ այս հսկա հադորը, որ գրած է Սարգիս Վարդապետ Շնորհալին 1156 թվականին ավարտած է։ Եվ սակայն քանի որ ինքը հաստափոր է, երանի թե ամեն մարդ գարտար, որովհետև շատ խորունգ է, ամեն մեկ ուրեմն ջարեն իդ 43 ջարեր գրած է, եւ սիրելներ ավարտին հորթորակներ գրած է, որբեսի այդ հորթորակներով խրադե հավատացյալները, թե ինչ տեսակ կյանքով պետք է ապրին։ Եվ այդ հորթորակներն են, որ այս քրկուգի մեջ ամփոփված են։ Ինքնալ, երբ կտեսնե, որ իր այս գադարած հսկա կորձը շատ հաստապոր է սիրելներ, 10 տարի 1156-ին երբ գավարտե կորձը, 10 տարիալ գարնե, որ հեղինակը 1166 թվականին ամփոփե այս կորձը, որբեսի հավատացյալները կարողանան ընթերցել եւ օգտվել անգե։ Ես այս երկու գիրքերն ալ ամբողջությամբ ընթերցած եմ սիրելներ, եւ իսկապես որ հոգիս մեջ այնպիսի հոգևոր գիտություն ամփարած եմ, որովհետև մեր եկեղեցվո հայրերը բացարիք ցևով այս բոլորը կներկայացնեն։ Այսօր ես ցեզի պիտի ընթերցեմ այս հորթորակներու գիրքեն այն գլխակարգումը, որ կգոչվի զղջումը պայման թողության։ Զղջում։ Տեսնենք ինչ է զղջումը սիրելներ։ Լսենք Սարգիս Վարդապետ Շնորհալի այս խոսքերը եւ մենք ալ եկեք զղջանք այս մեծ բահոց օրերուն մեր գդարած բոլոր մեղքերը։ Ուրեմն երկրորդ Պետրոսի նամակի 3-րդ գլխու 1-9 համարները բացատրել է յետք Սարգիս Վարդապետ Շնորհալին հետևյալը գսե։ Մանավանդ այն խոսքը, որ Պետրոս Արաքյալ գսե դերը չուշացներ իր խոստումին կատարումը, այլ բարձաբես համբերադարություն ցույց կտա, որովհետև չուզեր որ մեկը գործվի, այլ գուզե որ բոլորն ալ ապաշխարելու առիթ ունենան։ Եվ հիմա Սարգիս Վարդապետ Շնորհալին կբացատրե ու գսե. Եթե այսպես գտած դեր ունենք, որ չուզեր ովևէ մեկը գործվի, այլ գուզե ամենքը ապաշխարությամբ բրգվին, ուստի չթատրինք ապաշխարել է եւ չթանթաղինք Աստված աղաչել է, այլ մոդենանք անոր շնորհքի աթորին եւ ողորմություն գտնենք օգնության բադե ժամանակին։ Արդ մենք որ գարոդ ենք ապաշխարության, քննենք թե ինչ է Բողոսին կողմի ասված շնորհքի աթորը։ Շնորհքի աթորը արքունական աթորն է, այսինքն հայրականը, ինչպես որ ինք եւս ասավ, Աստված ասավ Սաղմոսի մեջ, 110-րդ Սաղմոսի առաջին համարի մեջ. նստե աչքոմս, մինչև որ թշնամիներդ ոտքերուդ բադվանտանն եմ։
Բողոս Արաքյալ Եբրայեցիներու նամակի մեջ կսե մենք շնորհքի աթորին է որ կմոտենանք։ Որքան ադեմ որ այս ցանկի մեջ ենք, բեք չէ հուսահատինք։ Նույնիսկ եթե մեղավոր ենք, ասի շատ կարևոր խոսք է, որովհետև սատանան միշտ մեր ագանչին պիտի փսփսա եւ ասե որ ալքեզի հույս չկա ապաշխարելու կամ փրկվելու։ Մինչև այն ադեմ որ ողջ ենք սիրելներ, բեք չէ հուսահատինք, նույնիսկ եթե մեղավոր ենք։ Որովհետև թադավորը Աստված երբ շնորհած աթոր նստի բոլոր բարդաբաններուն թողություն կշնորե մեգուն փյուր կանկար ուրիշիմը 500 տարեկան եւ բոլորին ալ հաջորդաբար ըստ քիչին եւ շադին ոչ ոք գանդես է այլ բոլորին գողորմի եւ շնորհ կփաշխե գզրգե միայն անոնք որոնք ճիշտ ժամանակին չեն մոտենար ժամանակը հարմար է որքան ադեմ որ այսօրը մեր ցերկ ունենք ինչպես Բոսարակյալը գսե եթե այսօր անոր ցայնը լսեք մի խստացնեք ձեր սրտերը թարն փարգությամբ Եբրայեցիս 3-րդ գլուխ 8-րդ համար եւ թե այսօր է ընդունելի օրը եւ փրկության օրը 2-րդ Կորինթացիս 6-րդ գլուխ 2-րդ համար արդ չանդեսենք բադե արիթը չսպասենք որ թադավորը շնորհքի աթորեն ելլե որովհետեւ ադիգա հարմար ժամանակ չէ այլ ամփարիշտ մարտոս Թադաստանի եւ Գորստյան համար է ինչպես կսե մարգարեն ով Աստված ելիր եւ թադե երգիրը Սամոսի մեջ այս խոսքը Թադաբարդության չսպասենք այլ այսօր իսկ խոստովանենք մեր մեղքերը թոթափենք անօրենության փոշին մոդենանք անոր եւ աղաչենք որովհետեւ երբ մեղավոր ենք եւ անոր խոսքին թեմ աբստամբ եւ այս շապ գսիրե մեզ այս աստիճան կհամբերե եւ գծավի մեր մեղքերուն համար մեծ տախանցանքով եւ խնդրանքով կհրավիրե մեզ ապաշխարությամբ հաբա որչափ ավելի կխնայե երբ մեզ դեսնե զղջացած եւ իր արչեւ ինգած քուրց հակած եւ մոխիրի վրա նստած ու ամմխիթար սուկով բռնված մեր երեսը արցունքով թրջված եւ բոլոր քիշերը մահիջի մեջ լացած ու հեծեծել է հոգնած մոխիրը իբր հաց կուտենք եւ ըմբելին արցունքով գխարդենք բակերով դգարացած ենք եւ մեղքերու հոգերով մաշած այս բոլորը դեսնելով Աստված չանդեսեր այլ ավելի գկթա գողորմի գգսկծա որովհետեւ կտության հայր է եւ Աստված բոլոր մխիտարությանց սիրելներ իսկապես մտածենք եթե մենք որ մեղավոր էինք եւ Աստված կթած մեզ եթե մենք որ թշնամի էինք Աստուծո աբստամբ էինք որովհետեւ ասիցեզի մեղքը աբստամբություն է Աստծոթեմ որովհետեւ գիտենք որ ռազդիս մեղք է եւ գիտենք որ Աստված գադե մեղքը հետեւաբար գաբստամբինգ Աստուծոթեմ ասելով համար չէ պիտի կործեմ այս մեղքը եթե Աստված այդ ժամանակ որ աբստամբ էինք իրեն եւ մեր նկատմամբ ողորմություն ցուցաբերեց համբերեց թողություն տվավ հաբա որքան ավելի դերը սիրելիներ պիտի օրհնե մեզ երբ գիտագիծ ծևով զղջանք մեր մեղքերը եւ իրեն մոտենանք արդար է որ մարմնավոր հայրը այնպես կփոցագիզվի երբ իր որդին մեռած տեսնե կամ որ մայրը այնպես կխրովի իր որդվույն սաստիկ ծավերուն եւ դանչանքներուն վրա ինչպես Աստված իդես մարդու մեղքերուն եւ անօրենության դարաբանքներուն Մտիգրե նույն ինքն Աստուծո ինչ կսե մեղանչած եւ ապաշխարության բահվդող մարդուն ատամին ուր ես ատամ Ծննդոց կրկի մեջ կգարտանք Աստված հարցուց ատամին ուր ես իսկ ուր էր ատամ մեղ կործած էր եւ բահվդած էր Միթե չեր գիտեր Աստված թե ուր է ատամ միթե չեր տեսներ ամենադես աչքը Միթե գդիդանար արարիչը քավլիցի եւ սակայն գսեր ուր ես ատամ Աստված գիտեր ուր էր ատամը բայց Աստված այդ խոսքով գհրավիրեր ատամը որ զղջար իր մեղքերը դրդում էր Աստուծո ցայնը եւ մտահոգ խոսքը ինչպես որ հովիվը իր հոդեն ոչխարը կգործնցնե դխուր ցայնով գլեցնե անդարը նույնպես արարիչը դխուր ցայնով լեցուց տրախտը Ուր ես ատամ Ինչու արարիչիդ երեսեն գբահվդիս Ինչու ամոթով եւ վախով լեցված ես Քեզ ստեղծեցի ոչ որբեսի փախչես ինձ մե
Քեզ ստեղծեցի եւ փառքով զարդարեցի, ոչ որբեսի ամճնաս ինձ մե, այլ որբեսի քրգիտ եւ հոգվույթ մեջ ընդունիս սիս։ Աբա Աստված կավելցնե. Ուր ես։ Ինչ տեսակ անարքանքի, զազրելի ամոթանքի, խղճարության եւ դարագուսանքներու ալիքի մեջ ես։ Ատամ ինչ կպատասխանե։ Լսեցի ցայնը թրախտին մեջ եւ վախցա, որովհետեւ մերգեի եւ բահվդեցա, կպատասխանե Աթամ։ Ինչու համար վախցար, ով Աթամ։ Միթե ահավոր ցևով երևցա քեզի, միթե ահարգու եւ վախցնող ցայնով վարվեցա հետդ, միթե սաստեցի կամ հանդիմանեցի քեզ, միթե երեկվա եւ արջի օրվա ընդանի փառքով, քաղցրահայաց աչքովս, խոնար եւ հեզ քնածքովս չերևցա քեզի։ Այո, գսե Աթամ, բայց ես մերգեի եւ բահվդեցա։ Արտարև իսկապես մերգեր Աթամ, ոչ միայն հանթերցանք է, այլև արդարութեն է, սրբութեն է, փարեքորձութեն է եւ արակինի վարք է։ Իսկ ինչ կպատասխանի արարիչը, դարձյալ դարագուսանքի ցայն գարցագե։ Ով բատմեց քեզի թե մերգես։ Միթե գերար ծարեն, որ մե բատվիրեցի որ ճուդես։ Եթե այդ ըրիր, չեմ մեղադրեր քեզ, ոչ ալ գփարգանամ, որովհետև իմ արարածս, բատկերս, նմանությունս եւ անարած սերկերուս ստեղծվածն ես։ Այդ բաժարավ գխնայեմ եւ չեմ եղձեր քեզ, բատկերս։ Չեմ խրովեր քեզ, ստեղծածս։ Ոչ ալ գաբագանեմ քեզ, նմանությունս, որովհետև ողորմած եմ եւ կթած, համբերող եւ անուխագալ ու փազումողորմ։ Աստված կսե, չեմ բարգանար, այս բոլորը չեմ մներ քեզի։ Միայն թարցիր ինձի եւ ես պիտի թարնամ քեզի։ Թարցիր ինձի, զղջա արածիդ համար։ Եվ ես պիտի թարնամ, քեզի պիտի բահեմ թրախտի մեջ։ Միայն փութա աբաշխարել եւ խոստովանիր մեղքերդ, միայն մեղա ասե ձունգի քալով։ Միայն այդ ուզեց Աստված։ Ադորամար արծուց որ ուր ես Աթամ։ Չեմ աղարդեր մեղանչողդ։ Չեմ անկոստեր, չեմ հանդիմաներ մեղ կորձողդ։ Չեմ մեղադրեր թշվարդ, այլ գողորմիմ հանցավորիդ եւ գկտամ գողոբդվածիդ։ Գհակցնեմ մերգացյալդ եւ գգենտանացնեմ մերյալդ։ Մի դրտմեցներ արարիչդ թարցիչի քալովդ։ Մի բաժարապաներ մեղքերու բաժարը։ Մարտասիրությունս երեսի վրա մի ցկեր եւ արարչությունս մի խանգարեր։ Դուր ինձ աբաշխարությունը, զղջումն ու արդասուկը զորս կուզեմ։ Հագարակ այս բոլորին մարդը զղջումի չի կար եւ դերը դարձյալ դրտմությամբ կկոչե։ Զղջացի երկրի վրա մարդը ստեղծելուս։ Ինչ ահավոր ցայն, ինչ ամփովանտագելի դրտմություն, գզղջա Աստված անզիղջ բնությունը։ Սիրելիներ, Աստված ատամեն եւ մեզ մի այսօր մեկ բան կբանջե, որ ձունգի կանք եւ զղջանք։ Ձունգի կանք եւ զղջանք եւ գաղաչեմ, գաբաղադիմ ցեզի, սիրելի հոգեվոր քույրեր եղբայրներ։ Այս մեծ բահոց օրերուն ձունգի կանք մեր սրդի մեջ եւ զղջանք եւ մեղա Աստծո ասենք։ Աստված միայն ադիգա կբանջե եւ պատրաստ է ներելու մեզ մեր մեղքերը։ Չլա որ Աստված մեզի համար ալսե գզղջամ մարդը ստեղծելուս։ Ինչպես որ Հիսուս ութային համար ասավ երանի ծնած չլար։ Չլա որ սիրելիներ դերը մեզի համար ալսե երանի ծնած չլար։ Արդ գշարունակի Սարգիս Սպարտապետ շնորհալին։ Դեսար Աստուծո դրտմության եւ մեծ կտության օրինակը, թե որքան գծավի եւ գվշտանա մարդոց մեղքերուն համար։ Եվ որովհետև այնադեն այդ ըսավ, իսկ հիմա ավելի գաղաղագե մեզ աբաշխարության հրավիրելով։ Ուստի մեր նախահոր Ատամին պես անմիտ չլանք, մեղքի բաժարներ չբաժարապանենք, այլ երբ գանչե մեզ խոնարհինք, Աստուծո ցայնին հետևինք եւ անոր մարդասիրության փշրանքները խնդրենք։ Չբաժարապանենք սիրելիներ, որ այս էր բաժարը, որ մեղ կործեցի, բայց ես չէի ուզեր մեղ կործել, չբաժարապանենք։ Ատամ բաժարապանեց։ Գինը որ դու ստեղծեցիր անիգա ինձի մեղանչել դվավ։
Եվ անսավ օծը որ դու ստեղծեցիր անիգային ցիբեղալ չել դվավ։ Այսինքն այլ խոսքով ոչ թե Ադամ եւ Հովան իրենց մեղքը ընդունեցին եւ զղջացին, այլ Աստուծո վրա նետեցին, ասելու համար որ դու չստեղծեիր։ Ադամը ասավ գինը չստեղծեիր, չէի մեղանչեր։ Եվ անսավ օծը չստեղծեիր, չէի մեղանչեր։ Հետևաբար սիրելներ Սարգիս Վարդապետը գսե մեղքի բաժարներ չբաժարապանենք։ Ասե կարևորը։ Ան որքան մեզ խոնարհած դեսնե, Աստված որքան մեզ խոնարհած դեսնե, այնքան գկտա մեզի, որքան սքավոր դեսնե, գրգնաբադիկ մխիթարություն կպատրաստե, եւ որքան արդասվենք, որքան լանք ու հարաչենք, այնքան գավելնա անոր ուրախությունը։ Արդ ասոնք գիտնալով չթատրինք Աստուծո նմանելե եւ չձուլանանք գանչողին յետևեն երթալու։ Խնդրեմ, ըսե մարմնավոր բժիշկը, եթե քեզ դեսներ ամփուժենի ցավի մեջ ինգած եւ խոստանար ծրի բժշկել, միան բադվիրելով համբերությամբ դանիլ երգաթի, հուրի եւ թարն թեղերու թարնությունը, ամենայն հոժարությամբ անոր խրատներուն պիտի չհետևեիր, եթե մահացու հիվանդություն ունենայիր, եւ բժիշկը խոստանար քեզ բժշկել միան ասեր համբերությամբ, ինչ որ դամ թեղ քեզի, համբերե եւ պիտի բժշկվիս, պիտի չհետևեիր անոր խորհուրդներուն։ Լավ պիտի չհամարեիր ժամանակ մհամբերել թարն թեղերու եւ շիգացած երգաթի, քան թե մաշիլ ամփուժելի ցավերու մեջ։ Իսկ բժշկվել է յետ միթե երախտավոր եւ բարերար պիտի չհրճագեիր զայն։ Նույնպես հոգեվոր բժիշկը քեզ մեղքերու ամփուժելի զանազան ցավերու մեջ ինգած դեստելով գգանչե անուշ խոսքերով, խոստանալով ծրի բժշկել, որբես որ ծածուցիչ ըմբելի քեզի գուտա խոստովանությունը, իբր շիգացած երգատ աբաշխարությունը եւ որպես քաղցր սպեղանի վրան գտնե թողության հույսը, սակայն թուն գհրաժարիս գանչողին Աստուծո յետևեն երթալ եւ որու ներման պիտի արժանանաս, երբ լավ կհամարես ամբողջությամբ մեղքի ցավերու մեջ տակնաբիլ, քան թե գար ժամանակ թարմանումի ենթարկվել։ Կարևոր կնկատես քեհենի նյութը մոդդ բահել, քան աբաշխարության համբերել։ Սիրելի է քեզի մեղքերու թարնությունը, քան արցունքներու քաղցրությունը, որոնք քեզ մեղքերու շարաբահոտ նեխուտենեն գմակրեն, շարավեն, շիջուգեն, սբիրձ մեղքերու թարախեն։ Մի փոխանագեր ով մարդ գորտորե Սարգիս Վարդապետ շնորհալին ամիտ վաճառական մի լար եւ առօրյա հեշտության փոխարեն մի վաճառեր ճարիքիդության փայդին փոխարեն որ մեղքն է ցանկի փայդը եւ երկրի փոխարեն երկինքը անցավոր հանգիստի փոխարեն մշտնչենավորը այստեղի բայձար սեղանին փոխարեն արքունական սեղանը եւ քինին փոխարեն քաղցրացուցիչ ըմբելին մաշկեղեն հանդերձին փոխարեն լուսեղեն բատմուջանը եւ այստեղի դմարտության փոխարեն հարսանիքի արակաստը չմնանք այսպիսի ամմդության մեջ այլ թոթափենք մեր վրայեն թանցր քուրը որ մեզ մահվան մեջ կննչեցնե եւ ոտքի ելենք աբաշխարելու մեզի խորտագից առնենք Սողոմոնը որ Բարսավանքով գխոսի այսպիսի անգյալներու հետ ըսելով մինչև երբ պիտի բարգիս ով վատ քիչ մը գննչես քիչ մը գերգնաս քիչ մը ցերկերդ գուրցքիդ վրա գահանչեցնես եւ ահա աղքատությունը գուկա գահստի չար սուր հանդագի մնման Արագած գիրքեն այս խոսքը 6-րդ գլխու 10 եւ 11 համարներեն Թարցիալ մեզի խորտագից առնենք մեծ արաքյալը Բողոս արաքյալը որ խրատ կուտա եւ քաղցր հույսը մեր արչեւ գտնե ասելով արտնցիր ով գնացած Թուրս եկուրքում մեր լութենետ եւ Քրիստոս պիտի լուսավորե քեզ Եփեսացիներեն է այս խոսքը սիրելներ առնված 5-րդ գլխու 14 համարեն Արդ այսպիսի հորթորական խոսքեր միշտ իմդի ունենանք չանկոստենք այս խրադը մանավանդ Քրիստոսի բոլոր խրատները որոնք մեզ աբաշխարության կհրավիրեն որբեսի ամփարիշտ չերևինք եթե հնար է բոլորն ալ գադարենք թե ոչ քոնե ոմանք կամ մասը որբեսի փախչինք վադերու թադաբարդութենեն եւ չար ու վատ զարա չգոչվինք այլ երկնից արքայության արժանի ելանք
եւ խոստացված բարիքներուն հասնենք մեր Տիրոջ եւ Փրկին Հիսուս Քրիստոսի շնորհքով եւ մարդասիրությամբ։ Ամեն։ Ասիրելներ գտեսնեք ինչ սկանչելի խրատներ տվավ մեզ Սարգիս Վարդապետ շնորհալին։ Եկեք արթնանք։ Եկեք ոտքի ելենք։ Եկեք սիրելներ մեր քունեն դուրս գանք եւ Քրիստոսի դիմաց զունգի գանք։ Մեր գուրծքը ծեծենք, մեղա Աստուծո ասենք։ Ներե մեզի դեր, ներե մեզի մեր մեղքերը։ Ամենքս սիրելներ գիտենք ինչ մեղքեր ունենք։ Գամավոր, գամա եւ ագամա մեղքեր։ Քիդագից եւ ամ-քիդագից մեղքեր։ Գիտենք ինչ ծածուկ մեղքեր կան մեր բոլորի սրտերու մեջ, մեր կյանքի մեջ։ Եկեք Տիրոջ ներումը խնդրենք եւ դերը սիրելներ պատրաստ է մեզ ներելու։ Եվ երբ ներմանը արժանանք, ապա սիրելներ հավիտենական կյանքի դռները մեր դիմաց պիտի բացվի։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։